Ավանդական սուրճը ոչ պակաս ավանդական հետևորդներից հետ բարի ձեզ հարգելի բարեկամներ, բարի օր բոլորին, ովքեր Ռաֆայել Ունացականյան Facebook-յան կամ YouTube-յան էջի հետևորդներն են, բաժանորդագրեք խնդրեմ Ալիքին, նպաստեք կոնտենտի տարածմանը, դե շաբաթօրյա զրույցների շարքից բարեկամներ։ Նախ եկեք խոստովանենք, որ ընտիր առավոտ է մեկնարկել, թեպետ Երևանում բավական հորդառատ, այսպես մեկնարկ եղավ օրվա։ Հիմա քիչ թե շատ արևը բացվել է եւ բարձր տրամադրություն է մեզ խոստանում։ Ընկերներ, ինչու ենք մենք ամեն ինչ մանավանդ Facebook-յան տարածության մեջ այսքան քաղաքականացնում, ո Աստված իմ։ Ուրիշ բան, երբ որ գրառումը լինի քաղաքական, մեկնաբանությունը լինի քաղաքական, ինչ որ մի իրողություն քննարկենք իրար հետ, որը սոցիալ-տնտեսական կյանքի մասին է կամ ընդհանրապես մեր այսօրվա ներկայի երեկվա ու վաղվա մասին է, այո, եկեք քաղաքականացնենք, որովհետև ինչպես ասում է դասականը, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը զբաղվում քեզնով։ Բայց օրինակ ասում ես, վայ, ինչքան լավ եղանակ է, արդեն ծիրանենին ծաղկել է, մեկ էլ սկսվում է։ Այլևս այս ծիրանը, այդ համը, հոտը չի ունենա ինչ որ տարիներ առաջ, որովհետև ու սենց ինչ-որ սրտաճմլիկ բան կամ այսօր մեր այլանդակ net TV-ով մի այլանդակ հաղորդաշարի դիտելը որ նա անցա եւ նկատեցի, գրառում արեցի Facebook-ում, որ ինչքան դատարկ զրույց էր 6 հոգով նստած են տաղավարում, զրուցում են ոչ մի բանի մասին, մեկը սկսեցին, ինչու ապականեցին այս մեր հրաշք հեռուստատեսությունը, այս ապիկար իշխանությունները, բան, ամր 15 տարի մեդիայում եմ, ուզում հիշեմ ընդհանրապես երբ էր մեդիայի այն ցոփ ու շվայտ ժամանակաշրջանը, որ ուղղակի բաց թողեցինք։ Այո, կան որոշ նախագծեր, որ վատը չեն, բայց ընդհանուր որ ասում են այն մեր մեդիան ապականվեց, բանականներ, ես այդ կարծիքը չունեմ։ Իհարկե անարդար լիքը բան կա, բայց ընդհանրապես Հայաստանի պարագայում ես չեմ կարծում, որ այսքան քանի 10 քանի հատ համա հայաստանյան տասնյակ մարզային ալիքներ կան, ընդհանրապես Հայաստանի լսարանը հաշվի առնելով տարածքը, բնակչության թիվը հաշվի առնելով, կարծիքով ամենաշատը պետք է լինի 10 ալիք, ամենաշատը, եւ ես միշտ Կանադայի օրինակն եմ բերում այս պարագայում, որտեղ քիչ թե շատ ծանոթ եմ, ուրեմն սահմանադրության մեջ Կանադայի կետ կա, որ ֆեդերալ ալիքներին պետք է հաստատվի այսքան գումար եւ այդ գումարը չի կարող կասեցվել։ Ինչու այդ կետը ներառված Կանադայի մեջ, որտեղ խելոք ժողովուրդ են էլի, ասել են, որ եթե մենք փողը տանք, այսինքն պետությունը, կառավարությունը, երբ որ փողը տալիս է, հեռուստատեսությունները կարող է կաշկանդված լինեն, վայ հանկարծ սխալ բան չասենք, փողները սկտրեն։ Մեր օրինակը հաշվի առնելով, ասենք գլխավոր խմբագրին պատժեզդի դիմաց կրակեն սպանեն, ինչպես Տիգրան Նաղդալյանին արեցին, հա, մեր երկիրն է, հրաշք երկիրն է, Նոյան Տապանի, դրա համար այդ ղեկավարությունը այդ կետը ներառել է հետեւյալ ձևակերպմամբ։ Կառավարությունը Կանադայի այսքան գումար տալիս է ֆեդերալ ալիքներին, բայց չի կարող հետ վերցնել կամ չի կարող պակասացնել։ Կարող է ավելացնել ցանկության դեպքում, բայց պակասացնել չի կարող, ինչը տալիս է մեդիայի ազատություն։ Ընդհանրապես հաճախ մենք տեսնում ենք նման լոզունգներ համացանցում, ինչ է կրթում մեդիան, ինչ տեսնենք, որ ինչ սովորենք, բան, վայը եկե տարել է այն հասարակությանը, որ կրթվում է մեդիայով եւ հեռուստատեսությամբ։ Հեռուստատեսությունը մանավանդ ընդհանրապես ամբողջ աշխարհում, հա, ինքը ժամանցային բարդ առօրյայից հետո հիմնականում հասարակության ինտելեկտի եւ կրթության ցենզը հաշվի առնելով եւ հենվելով այդ սանդղակի վրա երևույթ է զբաղացնի միլնայ օպերային ասում, չէ, ժամանակին այդ սերիալները եւ այլն, որովհետեւ վաճառում էին լվացքի փոշիներ, լվացի միջոցներ եւ այլն եւ հաշվի առնելով լսարանը, որ հիմնականում բաղկացած էր տնտեսուհիներից եւ այլն, լավ էին վաճառվում այդ ամենը։ Հիմա ես այսպիսի մի էքսպերիմենտ եթե առաջարկեմ եւ դա փորձենք կյանքի կոչել, օրինակ ամբողջ տիրույթը լինի բացառապես վեհ գաղափարներով, բարձր մտքերով, այսպես ինտելեկտուալ, պատմավեպերով, բան, եթե ասենք մի հրաշք ձևով ֆինանսավորում է գտնենք, բոլոր ալիքը պատատես
վեհ բաները ցույց տալի, հաշվի առնելով մեր հասանելիությունը համացանցին եւ մեր ժողովրդի ճնշող մեծամասնության շրջակային մակարդակը, բոլորը կթափվեն TikTok-ներ ու YouTube-ներ ու կլինի Հայաստանում YouTube-յան ալիքների բում, որովհետեւ եթե մարդը տասնամյակներով եփվել ու կրթվել է այդ ցածր արժեքների ծուրբերան հերոսների քրյա օլիգարխիկ մթնոլորտում եւ ընդհանրապես տասնյակ տարիներ դիտել է քրոնիկոն, որտեղ ամենաանպարկեշտ, ամենաայլանդակ, ամենաանգրագետ, ամենաստոր բարքերի տեր ազնվորությունը հերոսացել է եւ կինոյի տղեն է եղել, դա բնականաբար այդ մարդիկ մեծացել են ու մի հատ հայացքի համար դանակը հանում մտցնում են սիրտը, ինչպիսի օրինակները մենք տեսանք։ Իհարկե սա չի նշանակում, որ ձեռնունայն պիտի մնանք ու ասենք, դե որ տենց է, եկեք ամեն ինչը թողնենք ինքնահոսի, այդ ամեն ինչը գնա եւ տեսնենք ինչ է։ Նո ոչ, պետք է մեր երեխաներին, պատանիներին հեռու պահենք հեռուստաէկրաններից, 5 տարեկան, 6 տարեկան, 10 տարեկան, 12, 15 անգամ տարեկան երեխան ու պատանին հեռուստատեսությունում սովորելու որևէ բան չունի։ Իր սովորելու հարթակը դպրոցն է, քոլեջն է, նախակրթարանն է, եթե կրտսեր մանկապարտեզն է, ուսումնարանն է, տեխնիկումն է, համալսարանն է, ակադեմիան է եւ այսպես շարունակ։ Հեռուստատեսությունը, մանավանդ մասնավոր հեռուստատեսությունը, ինքը կարող է մի հատ նախագիծ ունենա կրթական, մի հատ մի բան սովորացնի, բայց ընդհանուր որ ամբողջ մերյան կրթելու եւ դասերակելու եւ վաղվա օր այդ սովետի ինչ որ մտքեր էին պրոպագանդիստական, որը որոշ դեպքերում գուցե աշխատի, բայց այս դարում չկա մեկ երկիր, Ամերիկան լինի, Կանադան լինի, որ ասես, այ սրա մեդիան կրթում, ինչ դա կրթում, ասենք այն ամերիկյան որ մի ալիքը, քանի մի ալիք կարող է լավ կուլտուրայի պես մի հատ ալիք լինի կամ մշակույթ մենք էլ ունենք, դե որ մենակ ճիշտ են սիրուն բաները ցուցադրում, բայց երեխաները էլի եմ ասում, իրանք չպիտի կրթվեն հեռուստատեսությամբ։ Դա մեծերի ժանր է, հասուն մարդկանց ժանր է, որոնք եթե այդ level-ի մեջ են, այդ մակարդակի մեջ են, իրենք բաց են թողել իրենց հնարավորությունը, հա, այդ ժանրի մեջ չմտնելու, իսկ երեխեքին պիտի կարողանանք կանսեցնել, այդ ծխելու պես մի բան է։ Ասենք, գիտեք, այդ ամենաայլանդակ ֆորմատները տասնյակ հազարավոր, 100 հազարավոր դիտումներ են հավաքում YouTube-ում։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ կգտնվի մեկ ուժ, որ կկարողանա ճաշակը փոխել մարդկանց, գնալու YouTube նկարեն, ավելին ասեմ։ Այդպիսի մի բան եղավ, հիմա շատ ծանոթ մարդկանց մասին եմ խոսում, այս մի բնակավար է, որտեղ բոլորը բոլորին ծանոթ են։ Այսպիսի մի ծանոթներ ունեմ, ընկերներ, գուցե, հա, կարամ կոչեմ, որոնց հեռուստատեսության ժանրը պախարակեցին, ասեցին սա անմակարդակ է, էսեն է, դու պատկերացրու ինչքան վատն էր, որ անգամ հեռուստատեսությունը չվերցրեց, ասեց որ դա անբարոյ է, հաշվի առնելով ինչա կատարում, այդ մի 7 տարվա, 6-7 տարվա բան եմ ասում, իրանք ասեցին օքեյ, չեք վերցնում, չհանձնվեցին, մտան YouTube, նկարում էին դրանց նյութերը, տեղադրում էին YouTube, այսօր ամենադիտվող YouTube-ային նախագծերից մեկն է, հիմա հեռուստատեսություն նախընտրում, բա, եկ նիստի, նրանք ասում են արդեն ուշ է, մշուշ է, սերը քնքուշ է, կես գիշերին, այս սենց ապրում են, գովազդների պակաս չունեն, տարբեր նախագծերի խոսքով վաղուց արդեն ջախջախել են իրանց ռեյտինգով անցել են առաջ, արակս ինչ կցուցանեն։ Մենք ապրում ենք ազատ դարում, որքան էլ ահավոր է դա հնչում։ Եթե մի բանը կասեցվում է, մարդիկ գնում են YouTube եւ այնտեղ հասնում են հաջողության, գովազդատուել են գտնում, մեզ են գտնում, են գտնում։ Հիմա չես կարող կասեցնել։ Ծխելու պես ասա։ Պիտի ոչ թե 60 տարեկային ասես ծխելը թող, այլ պիտի այնպես անես, որ 10 տարեկան, 12 տարեկան, 15 տարեկանը չսկսի ծխել։ Եվ վերադառնալով մեր զրույցի առաջաբանին, որ ասում է ամեն ինչ քաղաքականացնում ենք, ժողովուրդ, դա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Նորից վերադառնալով, եկեք կյանքի այն երանգները, որոնք կան, դա պահենք, ապրենք, արարենք, ստեղծագործենք ամեն մեկս մեր տեղում, մեզնից առավել վեհ բաներ չդասելով, հա, ու կտեսնենք, թե ոնց կփոխվի ամբողջ իրականությունը։ Ես մի դիպված եմ հիշում այստեղ այգիներից մեկում, շատ գեղեցիկ
առավոտ էր, որոշ մարդիկ սպորտով էին զբաղվում, դեղ մայրերը սայլակներով, հա, մանկան սայլակներով իրանց երեխաներին էին ման տալիս, ոմանք երեխեքետ էին խաղում, շուն ու կատու էին ման տալիս, հենց երևանյան գեղեցիկ առավոտ էր բան, հա։ Մեկ էլ նայում ես այդ ամեն ինչին, հիանում ես, ասում ես, տեսեք, կյանքը ընթանում է բնականon հունով։ Բոլորը քիչ թե շատ երջանիկ են, ամեն ինչ կարելի է։ Բան, մեկ էլ բարձրախոսներով, բան, անթրաշ, անլվա, դրոշը sense մեջտեղից ճղած դրոշը հագցրած, Արցախի դրոշներով, որ տարբեր տեսակի մարդիկ, վայրենի, որոշ անհատներ, բան է որ երևում է միշի ժարաղատով է, բան, sense եկան բարձրախոսներով, փրկենք մեր երկիրը, կործանվում է, բանման, այդ շուն ու կատուները փախան, ծնողները սայլակով երեխեքին հետ է գնացին, ովքեր որ վազում էին, սպորտով էին զբաղվում, իրանք ուրիշ թե կանան, տնանիկ ովքեր նստած մաքուրոտ էին վայրում, սրանց են նայում եւ այլն, բան, սրանք գոռացին, ղժացին, փրկենք մեր երկիրը, բան, սաղ փախան, էլի մնա։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Այսինքն, երբ որ միջամտություն չկա, մանավանդ վայրենի ձևով, կյանքը բնականon հունով գնում է, ամեն ինչը նորմալ է։ Մարդիկ ապրում են, աշխատում են, արարում են, որովհետև այդ վազող ծոցը որևէ բան չի կարող անի։ Այդ մանկահասակ սայլակ ման տվող մայրը մի առաքելություն ունի, նորմալ երեխա դաստիարակելու։ Սպորտով զբաղվող մարդը իր առաքելություն ունի, առողջ եւ երկարակյաց ամեն մեկը ունի իր առաքելությունը, այդ դրոշներով, մրոշներով այդ բաները փրկենք եւ այլն։ Մենք այնքան փրկեցինք մեր երկիրը, որ կործանվեցինք։ Երբ որ ամեն մեկը ոչ միայն այս 6 տարվա մեջ, այլ ընդհանրապես մենք այս մեր նորանկախ պատմության մեջ, թե ամեն մեկը իրապես նվիրյալի պես զբաղվեր իր գործով եւ չտրվեր սադրանքներին եւ այլն, մենք լրիվ ուրիշ պատմական ուղով կգնայինք, բայց քանի որ ես չեմ ուզում հիմա քաղաքականացնել ես մեր ոչ քաղաքական եթերը առաջարկում եմ մտածել այդ բաների շուրջ եւ նեկտաբանություններում եւ ընդհանրապես, հա, տարբեր հարթակներում ամեն ինչը չպտտել ու բերել դնել քաղաքականության մեջ։ Ես մոտավորապես 3-400 հոգու, այս երևի մի տարի ու կես 2 տարվա մեջ մի 400 հոգու բլոկել եմ Facebook-ում եւ դուք չեք պատկերացնի ինչքան առողջացել է իմ լենտան, հա, Facebook-յան, ես նույնը դա եմ խորհուրդ եմ տալիս մեր հայրենակիցներին, պարզապես բլոկեք այդ մարդկանց։ Եթե կան մարդիկ, ովքեր զգում ես, որ իրանք կեղտոտում են օդը, որևէ դրական բան չեն տալիս ձեզ, ավելին ամեն ինչը տանում են դեպի ինչ որ միտեղ, որը ձեզ նեգատիվ բան է տալի, բացասական բան է տալի, ինչ եք դուք այդ մարդուն հետևում։ Բլոկեք եւ մաքրեք ձեր լենտան։ Առավել եւս որ կարաք մտնեք այդ մարդու էջը, ուսումնասիրեք եւ տեսնեք, որ այդ մարդը fake է, նկար չունի, մեկնաբանություններ չի անում, որ հիմնականում երեխաների նկարների ներքո են թաք տվում, ապա ինչ որ երեխա է գրկած եւ այլն, ստեղից ընդեղից գողացած նկարներ են դրանք։ Ես էլի եմ ասում, մի 3-400 հոգու հեռացրեցի իմ follower-ների, բաժանորդագրածների շարքերից եւ իմ լենտան առողջ է առավել քան երբևէ։ Դուք էլ արեք դա եւ ձեր կյանքը առողջացրեք։ Ես գնամ գործերին, ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, շնորհակալ եմ ուշադրության համար։